Ինչ եք դուք կարծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առկայության պայմաններում, որտեղ որ կա իշխանություն, կան իշխանության բոլոր թևերը, անվտանգային համակարգը, Հայաստանի Հանրապետության իշխանության բոլոր թևերի առկայության պայմաններում, բանակի պայմաններում անհրաժեշտություն կա, որ ասենք կամավորական ջոկատներ ինքնուրույն որոշումներ ընդունեն, ինչ որ խնդիրներ կատարեն։ Դա անընդունելի է բանակի ղեկավարության եւ նաեւ ռազմաքաղաքական ղեկավարության համար։ Անհրաժեշտության դեպքում որպես կամավորներ, եթե պետք լինի վաղը զինվորագրվելու, զորավարական ռեսուրսի հետ միասին մեր հայրենիքը պաշտպանելու համար, մենք այդ ժամանակ արդեն չենք էլ լսելու, որ իրենք պետք են կգան թե չգան։ Բոլորը ըստ իրենց տարիքային ցենզի հավաքագրվելու են եւ գնալու են մեր հայրենիքը պաշտպանել։ Իսկ Սամվել Բաբայանի կարիքը հայոց բանակում կա։ Գիտեք, ամեն մարդ իր կատարածը կատարել է արդեն։ Եվ այսօր զինված ուժերի ղեկավարությունը եւ Արցախի բանակի ղեկավարությունը իրենց արժեվ դրված խնդիրները բացառ կերպով իրականացնում են, այնպես որ պետք չէ որպեսզի կողքից փորձեն խանգարել։ Ընդհանուր առմամբ ես խորհուրդ կտայի մեր ժողովրդին, մեր հասարակությանը, որ ամեն մեկը իր գործով թող զբաղվի։ Պետք չեն տարբեր տիպի վերլուծություններ, տարբեր տիպի, չգիտեմ, հանդիպումներ, կլոր սեղաններ, որոնք որ այս կամ այն ժամանակահատվածում նաև որոշակի առումով գաղտնիքներ են բացահայտում, իսկ ռազմական գաղտնիքի բացահայտումը դա նշանակում է ջուր լցնել հակառակորդի ջրաղացին։ Բանակի ղեկավարությունը գիտի ինչ անել, որտեղ, ոնց, ինչպես պլանավորում իրականացնել, ուժերը ինչպես կիրառել։